Արտադիր չի ամբողջությամբ անգի իմանալ այս փաստաթղթը։ Պարոն Սարգսյան, ուխտա երթին դուք մասնակցել եք։ Անպայման։ Եվ ինչ նպատակ ու բնույթ կրեց նաև դատային քննարկումները, որ վարչական լծակներ են կիրառվել, բացի քննարկումներից նաև փաստեր կան, ֆիքսեցին պետական աշխատողներին, նաև հեռախոսաձայնագրություն տարածվեց, որտեղ հստակ հորդորվում է, որպեսզի ինքնիկ Որևէ ձայնագրություն ես չեմ լսել ու բացառում եմ, որ որևէ վարչական լծակ կիրառված լիներ։ Եթե իրականում վարչական լծակ կիրառված լիներ, այդ երթը բազմապատիկ ավել կլիներ։ Հիմա այստեղ այսօր ձեր համայնքում աշխատակիցներից մարդիկ Կան։ Տեսնում եմ բազմաթիվ աշխատակիցներ կան։ Իրակի օր է, ոչ աշխատանքային օր է։ Իմ աշխատակիցներն են միգուցե տեղյակ են, որ ես մասնակցում եմ, իրենք էլ ցանկություն են ունեցել մասնակցելու։ Պարոն Սարգսյան, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է առ ոչինչ ենք համարում Գարեգին Բ-ի հայտարարությունը, այն որ ազատել էր, թեմի առաջնորդի, կարող է ինչ-որ մեկնել, օրինակ Նիկոլ Փաշինյանի ինչ-որ հրահանգ կամ այսպես ասած պահանջ առ ոչինչ համարել։ Ով կարող է։ Հարցնում եմ, կարող է որևէ մեկը այդպես վարվել։ Չեմ կարող պնդել ձեր ասածը, բայց ընտրությունների միջոցով ձևավորվում է կառավարություն, ազգային ժողով եւ ազգային ժողովի կառավարությունը իրենց լիազորությունների շրջանակներում իրականացնում են Հայաստանում կառավարում, իսկ մնացածը ինչը դուք ասում եք, դա թող մնա ձեր կարծիքը։ Այսինքն Փաշինյանի լիազորությունների մեջ մտնում է կաթողիկոսի որոշումը առ ոչինչ ճանաչել։ Վարչապետը ինքը չի որոշում ու այդպես անում, ինքը արտահայտում է իր դիրքորոշումը, իր կարծիքը։ Ինչ որտեղ որոշում տեսել եք վարչապետի։ Դե ստատուս է գրել, ասում է։ Վարչապետն ասում է, որ կաթողիկոսի կայացրած որոշումները մեզ համար առ ոչինչ են, եւ դա հակասահմանադրական է։ Բայց ասում է որոշում։ Ինչպես։ Ասում է որոշումը կայացվել առ ոչինչ համարելու։ Չէ, ասում ոչ, Փաշինյանը Հրապարակավ հայտարարում է, որ հրապարակավ դիրքորոշում է արտահայտում վարչապետը։ Բոլորս էլ կարող են դիրքորոշում հայտասահմանադրության խախտում չի, որովհետեւ եկեղեցու եւ պետության կառավարումները անկախ են։ Այո, անկախ են, բայց եկեղեցին ինչի է խառնվում պետության գործերին, ինչի է քաղաքական հայտարարություններ անում։ Կաթողիկոսի Իսկ դուք կառավարության որոշում է ստորագրել։ հարց չէ։ Խառնում է պետական կառավարման գործերին, հայտարարություններ են անում քաղաքական, այսինքն եկեղեցուն կարելի է խառնվել, հա։ Այդ հարցերը ինչի իրենց չեն տալիս։ Չէ, տեսեք, օրինակ կաթողիկոսը չի ասում, երբ որ Նիկոլ Փաշինյանը նախարար է նշանակում կամ փոխնախարար, կաթողիկոսը չի հայտարարում, որ մենք տվյալ անձին չենք ճանաչում փոխնախարար կամ պաշտոնից ազատված նախարարին չի ասում, որ մեզ համար դուքտեղ, չգիտեմ, օրինակ ֆինանսների նախարար եք, բայց այս դեպքում կաթողիկոսը որոշում է կայացրել իր ենթակայությամբ գործող կառույցին թեմի առաջնորդի փոխել, եւ դուք ասում եք, որ մենք դա չենք ճանաչում։ Մենք նախ չենք ճանաչում իրեն որպես կաթողիկոս եւ դրանից փոխող ցանկացած իր գործողությունները, Բայց հարցին դեռ չի պատասխանել, թողեք պատասխանի հետո կխանգարենք։ տեսեք, մենք որպես մասնաճյուղի հետևորդներ, ես որպես Արարատի մարզի բնակիչ, ես ընդունում եմ մեր թեմի առաջնորդին եւ չեմ ընդունում այն որոշումը, որը որ արտահայտել է Կտրիչ Ներսիսյանը եւ այդ որոշումից բխող հետևանքները։ Այսքանով ես թվում է իմ դիրքորոշում ու կարծիքը սպառիչ է։ Չէ, վարչապետը դուք քանի որ հանրային պաշտոններ եք զբաղեցնում, ձեր այս դիրքորոշումները նախ առաջ իշխանության ներկայացուցչի, հա, գործողություններ են գալու եւ ասում են, որ սա ազդեցություն է, միջամտություն է եկեղեցու կառավարման։ Մենք որևէ միջամտություն որպես այդպիսին չենք անում, որովհետև մենք չունենք այդ լիազորությունները։ Ես որպես համայնքի ղեկավար եկեղեցու որևէ ինչ-որ թեկուզ մեր մոտի վերի եկեղեցու գործերի միջամտելու։ Նույնն էլ վարչապետը արտահայտում է իր կարծիքը, իր դիրքորոշումը։ Այսինքն, եթե մենք ասում ենք, այս մարդը մեզ համար կաթողիկոս չի, իր ցանկացած արած գործողություն եւ որոշում մեզ համար ընդունելի չի։ Այսքանն է, դրանից ավել որևէ բան չի ասում։ Հիմա որ Նիկոլ Փաշինյանը իր ենթականերից մեկին ազատի աշխատանքից, օրինակ նույն կաթողիկոսը կարող է ասել Նիկոլ Փաշինյանի որոշումը մեզ համար առ ոչինչ է կամ որևէ այլ քաղաքացի։
կոնկրետ ձեր կողմից ընդունված կաթողիկոսը որևէ Հայաստանում process-ի հետ կապված կարող է որևէ կարծիք չարտահայտել, որովհետև իր կարծիքը որևէ մեկից հետաքրքիր չի բացարձակ։ Պարոն Սարգսյան, երբ ձեզ միանում են հոգևորականներ, այդ հոգևորականներին եւս օծել է վեհապար Հայրապետը, այսինքն նրա ձեր ասած որոշմամբ են նրանք դարձել Բարենորոգման օրակարգին են միանում, մեզ չեն միանում, ես որպես քաղաքական մարդ, եթե ասենք հոգևորականները միանում են մեզ, կարելի է ավելի նրանց գրառումներում հստակ է կոշտ ասել, այդ հոգևորականները միանում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այո, ձեզ են միանում, չէ, մեզ չեն միանում, եկեղեցու բարենորոգման օրակարգին են միանում, հայտարարվել է, ճանապարհային քարտեզը հրապարակվել է, իրենք միանում են այդ օրակարգին։ Պարոն Սարգսյան, մի ճշտող հարց է, նախ դուք ինչու չեք լսել Նիկոլ Փաշինյանին եւ չեք գնացել այլ եկեղեցի համոզելու քահանաներին, որպեսզի զեղչեն վեհապարի անունը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը օրերս ասել էր, որ ինքը արդեն գնալու է, չի հայտարարել ուրեգնունք եւ կոչ իրավե, որպեսզի թե թիմակիցները, թե աջակիցները գնան այլ եկեղեցին եւ համոզելու։ Օրինակ դուք ինչու չեք լսել Նիկոլ Փաշինյանին եւ չեք գնացել օրինակ հենց ձեր համայնքում համոզելու ինչ-որ Մեր համայնքից երկու հոգևորական միացել են այս օրակարգին։ Դուք եք համոզել։ Սուրբ Կարապետի վարդապետը Տեր Արիստակեսն է միացել եւ Տեր Դանիելն է միացել։ Դուք եք համոզել։ Չէ, մենք չենք համոզել, մեր այսպես ասած հոգևորականները, ովքեր որ գիտեն մեր դիրքորոշումը, միգուցե իրենք էլ դրան անսալով հետևում են վարչապետի հորդորին կամ իր առաջարկին եւ միանում են այս բարենորոգման օրակարգին։ Պարոն Սարգսյան, եւ մի ճշտող հարց, քանի որ 3 վեդի համայնքի մի քանի վարչական ղեկավարներ այստեղ են։ Ինչով է պայմանավորված դա, ինչպես կբացատրեք, եւ այսօր էլ օրինակ վեդից ինչ որ կոլեկտիվներ են գալիս, այդ թվում ընկերություններից։ Դուք կապ ունեք դրա հետ, թե Ես ուղիղ ասեմ, որևէ մեկին որևէ հրահանգ չի եղել, քիչ առաջ ձեր գործընկերներ մի քիչ հեռու կպահեք ուղղակի։ Անվնաս է, չէ՞։ Մարդիկ իրենց ցանկությունն են արտահայտում, մարդիկ գալիս են, մասնակցում են պատարակների։ Որևէ մեկին ստիպողաբար չես կարող բերել իր կամքին հակառակ մասնակցելու որևէ process-ի։ Դա միանշանակ է, կարող եք բոլորին հարցնել։ Ով որ վեդից կճանաչեք, մոտեցեք հարցրեք։ Ձեր համայնքի ղեկավարը ձեզ ստիպողաբար ինչ որ բան ասել է կամ հրահանգել է, մոտեցեք հարցրեք մարդկանց։ Ցավոք Հայաստանում դեռ վիճակը միջավայրը չի, որ երբ որ վերադասի ճնշի աշխատողին եւ նա ազատվի դերաշատմասին խոսել եւ աշխատանքի չկոչել։ Մենք հենց դա ուզել ենք, որ հենց այդպես լինի, որ մարդիկ վերադասի ով է ասում։ այսինքն միտքն է, որ կվախենան ասել։ Աշխատակիցներ Մոտեցեք աշխատակիցներին հարցրեք։ Որևէ մեկին ստիպողաբար ինչ որ բան ասել։ ազատորեն ասեն, գիտեք, ինձ ստիպել են եւ ստիպողաբար Եթե մարդիկ ստիպված եկած լինեն, դրա մասին նաև կարտահայտեն։ Հաստատ դուք կարող եք ձեր գործունեության արդյունքում գտնել այդպիսի մարդկանց։ Խնդրեք, միգուցե կգտնեք մի հատ տենց նյութ։ դուք չեք բացառում, այսինքն որ այդպիսի մարդիկ այստեղ կան, ուղղակի պետք է Խնդրեք գտեք իմ մոտ վեդի համայնքից որևէ մեկը Օրինակ վեդի ալգոից նշեցին, որ կոլեկտիվով եկել են։ Ես չեմ կարող որևէ գործարարի կամ տնտեսվարողի աշխատակցի հետ կապված։ Ես ասում եմ վեդի համայնքի բնակիչ, որը կասի, որ իմ հորդորով կամ իմ պահանջով է եկել այստեղ, նման բան չի կարող լինել։ Դուք կարող եք շրջել, փորձել գտնել այդպիսի մարդկանց եւ հարցնել։ Պարոն Սարգսյան, մի ճշտող հարց է, քանի որ դուք եք խոսեցիք ընտրությունների ձեր ժողովրդի տված քվեից, հա, օրինակ գտնվում եք մի համայնքում, որը ձեր ուժին ԿՊ-ին ձայն չի տվել, հա, այսինքն ստացվում որ չի կիսում ձեր այս նորոգման, բարենորոգման եկեղեցու մասն է խոսքը։ այո։ ԿՊ-ին տվել է 49% ձայն։ Բայց ամեն դեպքում իշխանություն Այնպես չի որ ԿՊ-ին ձայն։ Բայց իշխանություն չէ։ Ընդամենը մեկ մանդատ է պակասել իշխանություն լինելու համար։ Բա հենց դեմոկրատիան այդտեղ է, Նկատում եմ, որ այստեղ, այսինքն եթե շարժում ենք ձեր տրամարությամբ եւ ձեր թիմակիցները, որոնք ասում են, եթե մեզ ձայն է տվել ժողովուրդը, ուրեմն մեր կողմից է կիսում է։ Այստեղ չի կիսում։ Ինչպես եք ձեր զգում, որ եկել եք մի համայնք, որ չի կիսում ձեր Այստեղ էլ կիսով չափ է կիսում։ Կլինեն նոր ընտրություններ, արդյունքները կտեսնենք։ Կլինեն նոր ընտրություններ, կտեսնենք։